Երևանի եւ Հայաստանի տարածքում ամենաբարձր կետի Արագածի միջև ընկած է Արագածոտնի մարզը։ Այստեղ մարզկենտրոնից 7 կիլոմետր հյուսիս-արևմուտք Աղցք գյուղն է, նախկինում Ձորափը։ Մենք այսօր այստեղ ենք։ Երևանից 24 կիլոմետր հյուսիս-արևմուտք ծովի մակերևույթից 1250 մետր բարձրության վրա Աղցք գյուղում կա շուրջ 1800 բնակիչ։ Աղցքը հետաքրքիր է նախ եւ առաջ իր գյուղացիներով։ Ամենաճանաչված ընտանիքներից մեկն էլ Սուխաֆրուկտի Ալլայի ընտանիքն է։ Այսպես են նրան ճանաչում գյուղում եւ նույնիսկ դրա սահմաններից դուրս։ Հիմա գնում ենք Նելի ջան, սուջուխը ոնց ենք պատրաստում։ Սուջուխի պատրաստման ձևը։ Ես էլ կարող եմ օգնել։ Միանշանակ, հաստատ տեսնենք կարող ես։ Տիկին Ալլան միանգամից գործի դրեց ինձ։ Նախ ծանոթացրեց սուջուխ պատրաստելու տեսական մասին։ Խաղողը քաղում ենք, ճզմում ենք շիրան, խաղողի հյութը եփում ենք շիրայա դառնում։ Հա, դրա հետ միասին գույն ենք, եթե ասենք շիրան նորմալ գույն չի լինում, մի փոքր շաքարավազով գույն ենք պատրաստում։ Հետո արդեն անցանք գործի։ Մի քանի գործնական դասից հետո արդեն պետք էր փորձել։ Եվ առաջին փորձերը կարծես հաջողված են։ Լալա, որպես վարպետ տենց շատ վատ էր առաջին անգամվա համար։ Շատ լավ է, ոչ թե 5-։ Ես կասեի շատ հաջողված։ Այնքան, որ գործը դարձավ հաճելի ու քիչ էր մնում նաև շարունակական։ Այս ապճացածները գումարը կպահեմ նոր կիմանաս, ազարտի ես ընգետ ենջի, չացնում ասա։ Հա, փչացնում է։ Չէ, բա, ինձ գիտես լալայի պես թաթախում է, շուտ, սարմա շփոթը։ Քանի շփոթը չենք չորացրել, անցնենք հաջորդ փուլին՝ փաթեթավորում։ Իդեպ չրեր ու սուջուխ Տիկին Ալլան սկսել է պատրաստել դեռ 20 տարի առաջ։ Գրեթե 15-20 տարյան ու սկզբնական շրջանում մենք մեր այգուց, մեր մրգերից շատ քիչ քանակությամբ սկսել ենք։ Մեկը ասել է շատ լավն է, մեկն ասել է սա ինչ է, սենց քիչ, արդեն 20 տարի է։ Այ այսպես Տիկին Ալլային գյուղում սկսեցին ճանաչել որպես Սուխաֆրուկտի Ալլա։ Իր աշխատանքի արդյունքը միշտ գոհացնող է եղել, որովհետև սիրով է արել։ Իսկ քանի դեռ չրերը չեն վերջացել, սուջուխն էլ իր հունով պատրաստվում է, մենք համեստորեն հրաժեշտ ենք տալիս գյուղի ամենահյուրընկալ ընտանիքներից մեկին։ Ես ունեմ ձեռքբերումներ։ Ես սովորեցի ինչպես պատրաստել սուջուխ, հասկացա, որ չիրը միայն արևի տակ չորացած միրգը չէ, եւ հասկացա ամենակարևորը։ Ամեն ինչ սարքելու համար կարևորը միայն մեկ բաղադրիչ՝ սեր։